Տիկին Մկրտչյան, այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն է, ձեր ակնկալիքները ինչու է ձգձգվում ու առհասարակ այս դատական նիստի ընթացքում կա ասելիք, որը պետք է իրավական առումով ասի։ Պարոն Աշոտյանի նկատմամբ ոչ թե հերթական դատական նիստն է պարոն Աշոտյանի գործով, այլ պարոն Աշոտյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման եւ քաղաքական հալածանքի շարունակականությունն է ապահովում եւ ինչպես բազմիցս առիթ ունեցել ենք Նիկոլի բառամթերքով ասելու, այդ վնգստացող դատավորները այս հատուկ ստեղծված արտակարգ դատարանը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսանկյունից ստեղծվելու ոչ մի իրավական հիմք չուներ, ունի մեկ նպատակ, որպեսզի պարոն Աշոտյանին կաշկանդեն, որպեսզի պարոն Աշոտյանը հնարավորություն չունենա պայքարելու Նիկոլի դեմ եւ անեն ամեն ինչ, որ վերջի վերջո ասի դե այս հալածանքների ֆոնին էլ ես ինչպես կարող եմ շարունակել ճշմարտությունը ասել։ Մենք պիտի նաեւ պարոն Աշոտյանի գործունեությունից եզրակացություն անենք, որ իր վրա այդ քաղաքական հալածանքը, չնայած 2 տարի ապօրինի կալանքին ազդեցություն չի ունեցել, ինքը անկոտրում է մնացել իր ճշմարտության ու պայքարի մեջ, ինքը շարունակում է Նիկոլի դեմ պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության, իսկ այստեղ էլ իրեն ամեն անգամ մեր քաղաքացիները նաև ձեր միջոցով հնարավորություն ունեն համոզվելու, թե ինչի մասին է այդ կարած կարկատած գործը, որը բերել են դատարան առանց տուժողի, առանց բացասական հետևանքների հիմնարկի իրավաբանական անձի, պետության կամ որևէ ֆիզիկական անձի համար։ Դե հանձնարարական է եղել են SMS-ով Նիկոլի հայտնի, որ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու ժամանակն է, դատախազությունը, քննչականը, հեղինակազրկված բոլոր այդ իրավապահ համակարգը, որը ծառայում է Նիկոլի համար, լծվել են իրար գլխին մի գիշերվա մեջ, հորինել են չգիտես ինչ, որպեսզի կարողանային պարոն Աշոտյանին մեկուսացնել։ Այս դատական նիստերը դրա մասին են եւ այս յուրաքանչյուր վկայի հարցաքննություն կլինի, փաստաթղթերի հրապարակում կլինի, ամեն ինչ միայն դրա մասին է խոսում։ Տիկին Մկրտչյան, մի քանի ամսից հերթական ընտրություններն են Հայաստանում, այս ռեպրեսիաները իշխանությունների կողմից ինչ բնույթ կարող են կրել եւ մինչեւ ուր կարող են հասնել։ Մինչեւ ընտրությունները պետք է իհարկե ավելի ազնիվ լինելու ասել, որ այդ ռեպրեսիաները ոչ թե արվում են միայն 6 ամիս հետոյվա համար, այլ արվում են հենց այսօրվա համար, որևէ հնարավոր քաղաքական գործունեություն կամ քաղաքացիական դիրքորոշում միավորում ընդհանրապես ճնշելու համար, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակ չունենան ուղղակի մտածել, զբաղվել մեր երկրի կարևորագույն հարցերի լուծմամբ, դրանց որոշումների կայացմանը մասնակից լինել, որովհետև ամեն մեկի վրա այնքան քրեական գործ ու քաղաքական հալածանք կա, մարդիկ հալածվում են, բանտերում են այսօր կարծիք արտահայտելու համար, YouTube-ում հաղորդում վարելու համար։ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, մեր վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը քաղաքական գործունեություն ծավալելու համար անհավանական մի հոդվածով եւ ինչ որ անհավանական ժամկետներով դատապարտվել է, որ երբեք նման բան չի եղել, հələ մի հատ էլ դրան վրադիր առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կալանավորել են Դավիթ Համբարձումյանին։ Մեր սրբազանները բարերար ինչի համար են նստած, նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության մեջ այդ վախը սփռի, ասի նայեք, ինձնից ազատվել հնարավոր չի, 18-ին ոնց էր ասում, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստան չի լինի, ինքը այդ դա է եկել է իրականացնելու, անում է ամեն ինչ, որ ինքը մնա վարչապետ եւ մյուս կողմից էլ Հայաստան չլինի։ Ես ուզում եմ, որ մենք այս իհարկե բնորոշ չէ տարեվերջան ժամանակահատվածի համար նման կերպ ավարտել, բայց ես կարծում եմ այս ճշմարտությունն է, որ նաեւ բերելու է լուծումների առաջարկմանը, մենք պետք է հասկանանք, թե ինչով է ավարտում նաև 2025 թվականը ցավով, կորստով Նիկոլի հետ, ինչը նշանակում է, որ վտանգված հայրենիքով, վտանգված ինքնիշխանությամբ, վտանգված անկախությամբ մենք մինչև հիմա չգիտենք 44 օրյա պատերազմում զոհված մեր հերոսների թիվը Նիկոլը չի հրապարակում, անուն ազգանունները, պատմությունները իրենց թաքուն է պահում մեզանից։ Մենք անգամ հնարավորություն չենք ունեցել սգալու եւ շնորհակալություն հայտնելու մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը այդ հնարավորությունից էլ է մեզ ուզում զրկի։ Մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանը ինչքան է հանձնել մեր հայրենիքից։ Ինքը չի հրապարակում ի տարբերություն տարբեր ինչ-որ բանակցային փաստաթղթերի թաքցնում է իր բանակցած Ալիևի հետ, մինչև ուր է հասել, գրավոր եւ իր ասած բանավոր պայմանավորվածություններով։ Այս դրա մասին է 2025-ը։ Իսկ այս ֆարսը, դատարան, քննչական, չգիտեմ ինչ նրա համար է, որ այս իմ նշած ճշմարտությանը հայ ժողովուրդը չկարողանա ուշադրություն դարձնել։
Տիկին Մկրտչյան իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը ասում է, ես դպրոցում լավ եմ սովորել, առհասարակ աշխատասեր եմ, դրա համար 200,000 դոլարանոց տունը ինչ է, որ ես չկարողանամ գնել։ Ինչպես է ստացվում, որ իրենք կարողանում են գնել եւ ասում են սա օրինական է, իսկ նախկին իշխանություններին ասում են այ օրինակ 100,000 տուն ունես։ Քեզ որտեղից այդ տունը։ Նախ Արփինե Դավոյանի գիտակրթական եւ իրավագիտակցության մակարդակին հավասարեցված Սրփուի Գալյանը, ես չգիտեմ այդ ինչի մասին է ինքը խոսում, այդ ինչ ձեռքբերումներ է բացառիկ, որ միայն ինքը գիտի այդ իր գիտակրթական ձեռքբերումների մասին, ակնհայտ է մի բան, այն մեխանիզմը, որ իրենք ստեղծել են, իրենց ընդհանրական լափի, պարգևավճարների, ախրանիկների, թանկարժեք մեքենաների, այդ ամեն ինչ իրենք նախատեսում են միայն իրենց համար ու ավելին, դրա համար պատրաստ են եղել ու հիմա էլ պատրաստ են զոհաբերել հայկական ինքնությունն ու արժեքները, ամբողջ պետականությունը, ոնց որ անում են։ Հիմա Սրփուի Գալյան իր 200,000 դոլարանոց տան համար Նիկոլի հետ գնում է հայ առաքելական եկեղեցին պղծելու, հայ առաքելական եկեղեցին բաղդատելու, ինչ որ հիմարություններ են խոսում սրբազանների մասին, մենակ նրա համար, որ այդ տունը կարողանա ինքը ունենալ։ Բայց եկեք չմանրանանք ու ես ընդհանրական իմաստով ուղղակի ասեմ, ես շատ մեծ հույս ունեմ, որ պետության վերականգնումից հետո բոլոր այդ տեսակ մարդիկ կանգնելու են ոչ թե սահմանադրությամբ ամրագրված իրավական կառուցակարգերի առաջ, որովհետև դա է ճշմարտությունը Հայաստանի քաղաքացիների համար եւ այդպես պիտի լինի Հայաստանի քաղաքացիների համար, բայց Նիկոլի խմբակի համար, Նիկոլի բանդայի անդամների համար պիտի լինի այն արդարադատության մակարդակը, որ իրենք այսօր ապահովել են Հայաստանի քաղաքացիների համար, իրենք իրենց գրած օրենքներով, իրենց վնգստացող դատավորներով, իրենց կառուցակարգերով, որոնք ընդհանրապես իրավականության եւ օրինականության հետ կապ չեն, այդ ընթացակարգ պիտի անցնեն եւ ամենակարևորը Սրփուի Գալյանը, որը իրավագիտակցությամբ հավասարեցված է Արփինե Դավոյանին, մեկ անգամ եւս չալարենք ու սա անպայմանորեն նշենք, կգա եւ 200,000 դոլարանոց տան համար պատասխանատվություն կստանձնի այն նույն հակաօրինական կառուցակարգերով, որի հեղինակն է ինքը եղել արդարադատության փոխնախարար եղած ժամանակ, հետո էլ գնացել է իմպլեմենտացնելու որպես դատախազի տեղակալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։